Ողջույն բոլորին։ Նախորդ վիդեոում մենք խոսում ենք կարկասային տների տեխնոլոգիաների, նյութերի, գնագոյացության մասին։ Շարունակելով այդ թեման, այսօր ցանկանում եմ խոսել ճիշտ պլանավորման հատակագծի մասին, որը որ կդարձնի ձեր միջավայրը, լինի դա մշտական բնակություն թե օրավարձով տրամադրելու լիարժեք տեղ, որտեղ ցանկանում ես շատ ժամանակ անցկացնել։ Շատ հաճախ մարդիկ մտածում են, որ տունը դա ուղղակի արկղ է, պատեր կա, տանիք կա, վсё, հերիք է, գնանք ապրելու։ Բայց իրականում տունը այնտեղն է, որտեղ որ դու անցկացնում ես քո կյանքի ամենամեծ ժամանակը, եւ նա պետք է լինի հարմարավետ եւ մտածված։ Ու սա գնի հետ կապված չէ, որովհետեւ նույն արժեքի տունը, նույն քառակուսի մետրով կարող է մի պարագայում լինել հարմար երազանքի միջավայր, մյուս պարագայում ստեղծի ձեզ համար ամենօրյա խնդիրներ եւ դիսկոմֆորտ։ Այսօր կպատմեմ, թե ինչպես ստանալ լիարժեք ճիշտ մտածված միջավայր։ Ամենամեծ սխալը սկսվում է այնտեղից, երբ որ մարդիկ ցանկանում են պատրաստել կարկասային տուն, մտնում են ինտերնետ, Pinterest, ընտրում են շատ գեղեցիկ նկարներ, շատ լավ ֆասադներով եւ շարժվում են առաջ, ասում են հենց սա եմ ուզում։ Առանց մտածելու, թե արդյոք այդ նկարը պատրաստված է ճարտարապետի կողմից, ով որ մշակել է լիարժեք կյանքի սցենարները։ Այս պարագայում առաջինը ճիշտ է մտածել, թե ինչպես պետք է օգտագործեք տունը, ինչ սցենարներով, քանի հոգու համար, եւ հետո, արդեն երբ որ ունեք հատակագիծ, ընտրեք արտաքին տեսքը, նյութերը եւ այլն։ Հիմնական սկզբունքներն են, որը պարտադիր է պահպանել, հետեւյալն են։ Մինիմում միջանցքներ։ Միջանցքները մեռած քառակուսի մետրներ են, որոնց համար դուք վճարում եք բավականին շատ գումար։ Պետք է խուսափել ըստ հնարավորությունից մեծ միջանցքներից։ Принципе, ձևա։ Հաջորդը բաց գոտի։ Միացնում ենք խոհանոցը եւ հյուրասենյակը եւ ստանում ենք մեծ ընդարձակ գոտի։ Նույնիսկ 60 քառակուսի տան մեջ դա տալիս է մեծ տարածության զգացողություն, ինչը եւ ազդում է մեր տրամադրության վրա։ Գոտիների բաժանում։ Ընդհանուր գոտի եւ մասնագի գոտի պետք է լինեն բաժանված, որպեսզի երբ որ դուք ցանկանում եք հանգստանալ, իսկ ձեր ընտանիքի անդամը ցանկանում է դիտել հեռուստացույց, դուք միմյանց չխանգարեք։ Այս սկզբունքը գործում է մշտական բնակության տան համար։ Պարզ է, որ եթե դուք պատրաստում եք կարկասային տուն 35-ից 40 քառակուսի, որպեսզի տրամադրեք օրավարձով եւ գումար գեներացնեք, այնտեղ այլ սցենար է գործում եւ այնտեղ պետք է օգտագործել այլ քիմիա։ Դուք կարող եք դիմել Տունկրաֆտ եւ մենք կօգնենք ձեզ մշակել իդեալական հատակագիծ, լինի դա մշտական բնակության համար նախատեսված տուն, թե օրավարձով տարածք, գլեմպինգ եւ այլն։ Հաջորդը շարժման տրամաբանությունն է։ Դուք չպետք է անցնեք ամբողջ տան միջով, որպեսզի գնաք լոգասենյակ կամ ննջասենյակ։ Հաջորդ կարևոր բանը լույսը եւ տարածությունը։ Լույսի համար ձեզ օգնության կգա պանորամային պատուհանը։ Նամանավանդ եթե դա գումար գեներացնող միջավայր է, առանց պանորամային պատուհանների դուք չեք ունենա մեծ հոսքեր եւ կզրկվեք բավականին շատ գումարից։ Կողմնորոշում ըստ արևի կողմերի։ Հյուրասենյակը պետք է լինի արևմուտքի կողմը, ննջասենյակը ցանկալի է լինի արևելքի ուղղությամբ։ Առաստաղների բարձրություն։ Հավելյալ 20-30 սանտիմետրը կտա ձեզ ազատության զգացողություն եւ բյուջեի վրա շատ մեծ ազդեցություն չի ունենա։ Մանսարդ։ Սա շատ լավ հնարավորություն է ավելացնել քառակուսի մետրը, որը զգալիորեն չի ազդի բյուջեի վրա։ Փոքր տների համար սա լավագույն լուծումն է, որովհետև դուք կարող եք արդեն ձեր տունը տրամադրել ոչ թե 2 հոգու, այլ 4-6։ Եվ մարդիկ կցանկանան վերադառնալ ձեր հանգստյան գոտին, եթե այն տալիս է երջանկության զգացողություն։ Հաջորդը դա տերասաներն են եւ դրսի տարածքներն են։ Շատ կարևոր բան է հատկապես Հայաստանում, որովհետեւ մեր կլիման թույլ է տալիս օրվա մեծ մասը անցկացնել դրսում։ Տերասան դա ավելնորդություն չէ, դա տան մի մասն է, որը ավելացնում է կոմֆորտ։ Պատկերացրեք, լինի դա սեփական տուն, թե օրավարձով տրամադրվող տարածք, առավոտյան արևի հետ դուրս եք գալիս տերասա, խմում եք սուրճ, թեյ, նախաճաշում եք ու զգում եք ձեզ երջանիկ։ Արելույս աշխարհ։ Այսօր էլ թե բարի չեղար այնպես մզացնեմ, որ փոշման մնաս։ Բարով եկար, նորոշ։ Տերասայի ճիշտ չափն է մինիմում 2-ից 2.5 մետր խորություն, որպեսզի հնարավոր լինի նա օգտագործել լիարժեք։ Եթե ունենք տերասա, պետք է նաև մտածենք անձրևից եւ արևից պաշտպանության մասին։ Դրա համար մեզ կօգնի ծածկը։
մանրուքներ, որոնք լուծում են շատ ու շատ խնդիրներ։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որովհետև տունը ոչ թե պատերն են ստեղծում, այլ մանր նյութերը, որոնք որ վերածում են այդ տունը լիարժեք բնակվելու միջավայր։ Առաջինը պահեստավորման տեղերն են։ Պատկերացրեք, որ դուք պատրաստել եք 30-ից 50 քառակուսի տարածք վարձով տրամադրելու համար ու չեք մտածել, թե որտեղ եք պահելու ավել սավոք, փոշիներ, ինչ-որ խնամքի համար նախատեսված նյութեր ու այդ ամենը դուք պահում եք որտեղ սանհանգություն, որը ի սկզբանե փոքր է, քանի որ տարածությունը փոքր է։ Ու սա բերում է նրան, որ սպասարկել այդ միջավայրը շատ դժվար է դառնում։ Եվ ձեր հյուրը առնչվում է այդ նյութերի հետ։ Մշտական բնակության տան համար նույնպես պետք է մտածել այդ խոզբլոկային հատվածը։ Այնտեղ կարա լինի տաքացման համակարգերը, ինժեներական համակարգերը, ինչ-որ բաքսի համակարգ, եթե գազ ունեք եւ ջեռուցումը գազի միջոցով է կատարվում, ու այլ պարագաներ, սննդամթերք եւ այլը, որը որ պետք է լինի առանձին մնացած տան հատվածներից։ Վարդակներ եւ լուսավորություն։ Պատկերացրեք, որ դուք ստիպված եք ամեն անգամ ինչ-որ լինիցելների միջոցով ապահովել ձեզ համար հոսանք։ Ամեն անգամ, ամեն օր, դա բերում է դիսկոմֆորտին եւ ներվերի քայքայման։ Իսկ եթե լուսավորությունը ճիշտ չի արված, տունը խավարի մեջ է, դա ազդում է մեր տրամադրության եւ երջանկության զգացողության վրա։ Օդափոխություն։ Ծախսել ենք բավականին շատ գումար, շատ սիրուն տեսք ենք ստացել, բայց չենք մտածել օդափոխության մասին, ու տունը օդափոխում ենք միայն պատուհան դուռ բացել փակելով։ Ինչ է սա? Դիսկոմֆորտ։ Եվ դա բերում է դրան, որ մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում, իսկ եթե դա գումար գեներացնող տարածք է, պարզապես ձեր տուն էլ չեն վերադառնա ժամանց անցկացնելու համար։ Ծանր օդ, նեխածության հոտ եւ այլն։ Մուտքի գոտի։ Պետք է մտածել, թե տուն մուտք գործելուց հետո որտեղ պետք է թողնենք ձեր բաճկոնը, կոշիկները եւ այլն։ Այս բոլոր նյուանսները, որը որ մենք քննարկեցինք, շատ կարևոր են կարկասային տուն պատրաստելու համար, որովհետև այս տեխնոլոգիան թույլ է տալիս այդ ամեն ինչը օգտագործել, որովհետև շինարական աշխատանքները շատ երկար չեն տևում, եւ եթե հարմարավետության համար անհրաժեշտ է օգտագործել դժվար կառուցվածքներ, դա ավելի հեշտ կլինի իրագործել։ Կարկասային տունը նաև թույլ է տալիս ունենալ մեծ պատուհաններ։ Ավելի հեշտ է ունենալ ընդարձակ տերասա, որը որ շատ թանկ չէ։ Եվ մի շատ կարևոր բան էլ կարկասային տեխնոլոգիայի հետ կապված։ Այն թույլ է տալիս հետագայում ավելացնել ինչ-որ տարածքներ։ Օրինակ, եթե դուք հիմա ուզում եք փոքրիկ ամառանոց մոտավորապես 60 քառակուսի, բայց նախատեսում եք, որ մոտ ապագայում ձեր ընտանիքը ընդարձակվելու է, դուք կարող եք ի սկզբանե անել մեծ նախագիծ, ուղղակի այդ հատվածը չկառուցել։ Կլինի բյուջե եւ կգա ժամանակը, կարող եք առանց մեծ խոչընդոտների եւ դժվարության ավելացնել ձեր տան մակերեսը։ Սա նաեւ կարևոր է օրավարձով տրամադրելու պարագայում, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ յուրաքանչյուր նյութ ունի հնանալու հատկություն։ Եվ շուկայում կարող է առաջանալ նոր տենդենսներ, նոր տների ֆորմաներ, որոնք որ կապահովեն մեծ հյուրերի հոսք, եւ կարկասային տեխնոլոգիան թույլ կտա դա ձեզ համար առանց մեծ ներդրումների իրագործել, եւ ձեր հանգստի գոտին կդառնա արդիական, կդառնա հետաքրքիր եւ ձեզ համար կգեներացնի շատ գումարներ։ Եթե չգիտեք ինչից սկսել, կարող եք դիմել Տունկրաֆտ։ Այստեղ մեր մասնագետները ձեզ հետ լիարժեք կզրուցեն, կհասկանան ինչ խնդիր եք ուզում լուծել եւ կառաջարկեն լավագույն լուծումը։ Եվ անպայման բաժանորդագրվեք այս ալիքին, միացեք մեր Instagram-յան էջին, որովհետեւ մենք շարունակելու ենք այս վիդեո շարքը կարկասային տների տեխնոլոգիաների գնագոյացության մասին։ Մինչ նոր հանդիպում։